Արտադրական ենթակառուցվածքները ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից են, այստեղ իրականացվող բարեփոխումները ազդեցություն են թողում մնացած բնագավառների վրա։ Անցած 5 տարիներին բավականին ներդրում է արվել էներգետիկայի կապի ոլորտներում։ Օրեցօր լուծվում են արտադրվող հզորությունների, էլեկտրական էներգիա տեղափոխող, բաշխիչ ցանցերի սերնդափոխության եւ արդիականացման հետ կապված հարցերը։ Էներգետիկ անկախության ուղղությամբ արվող քայլերը շարունակական կլինեն։ Արդեն կառուցված 6 փոքր հեկերին մեկ տարվա ընթացքում կավելանան ևս 2-ը։ Թվով 27 գյուղ է էլեկտրաֆիկացվել, 3,7 միլիարդ դրամի գազიფիկացման աշխատանք է կատարվել։ Ակտիվ տեմպերով իրականացվել է հեռախոսակապի ու հեռուստաապահովման թվայնացումը։ Աշխատանքներ են տարվել ռոռոկման ջրի հասանելիության ուղղությամբ։ Գործող տրանսպորտային միջոցներին շուտով կավելանա ևս մեկը՝ օդայինը։ Կարևորելով ոլորտում ընդգրկված մարդկանց կատարած աշխատանքը նախատեսվում է աշխատավարձի բարձրացում։ 2007-2012 թվականներին մոտ 2 անգամ բարձրացել է բնագավառի աշխատողների միջին աշխատավարձը, ինչն այսուհետ կրելու է շարունակական բնույթ։ Հաջորդ հանդիպումը պետական ու քաղաքացիական ծառայողների հետ էր։ 4000 մարդ է ընդգրկված համակարգում։ Նրանցից ակնկալվողը մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է ու աշխատանքային պարտավորությունների հստակ կատարումը։ Կառավարման համակարգի արդյունավետության մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, թափանցիկության եւ վերահսկելիության բարձրացման ուղղված բավականին աշխատանքներ են իրականացվել։ Տարեստարի աշխատավարձի բարձրացման քաղաքականությունը պահպանվելու է, արդեն իսկ 2012 թվականի բյուջեով պետական ու քաղաքացիական ծառայողների համար նախատեսված են սոցփաթեթներ, որով փոխհատուցվելու են որոշ ծառայություններ։ Կարևորելով կիրթ ու ուսյալ կադրերի առկայությունը, պետությունը 250 միլիոն դրամ է հատկացրել աշխարհի տարբեր բուհերում սովորող Արցախցի 19 ուսանողների։ Նման քաղաքականությունը շարունակական կլինի։ Մարինե Մկրտչյան, Մահեր Մկրտչյան, օր։